Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ շաբաթօրյա սերտողությանը։ Մեր շաբաթօրվա սերտողությունները հիմնականում լինում են նոր կտակարանից։ Այս շաբաթ մենք շարունակում ենք մեր սերտողությունը նամակ հռոմեացիներին։ 6-րդ գլուխն ենք ուսումնասիրելու 1-ից 11 համարները։ Ինչպես միշտ, մեր խրատն է եւ քաջալերում ենք իհարկե բոլորին, որ երբ որ ստանում եք այս պատգամը, դուք ամբողջությամբ նայեք, օրհնվեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Հարկավոր է, որ մենք բոլորս ավետարանության պարտականությունը կատարենք, Աստծո խոսքը քարոզենք եւ մարդկանց դեպի Հիսուս բերենք։ Հենց այսպես, ուրեմն եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք այս հնարավորության համար, այս միջոցի համար, որ մեզ տրվել է, որպեսզի քո խոսքը պատրաստենք ու թողարկենք մենք Տեր դիջիտալ միջոցներով, սոցցանցերով, Տեր Աստված, եւ հասանելի լինի միլիոնավոր մարդկանց, Տեր Աստված։ Արդեն մենք ճեղքել ենք 1.5 միլիոն դիտողների քանակը եւ շնորհակալ ենք մենք դրա համար։ Աղոթում ենք Տեր Հիսուս Քրիստոս, դու օրհնես եւ շարունակես օրհնել մեր դիտողներին, ունկնդիրներին եւ Տեր դու բոլորի հարցերը, բոլորի խնդիրները գիտես։ Աղոթում ենք, որ դու առատորեն օրհնես նրանց եւ մեզ էլ այս ընթացքում, այս առաքելության եւ այսօրվա հատկապես այսօրվա սերտողության համար։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով։ Հարգելիներս, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորին, որովհետև ինչպես ասացի մեր աղոթքի մեջ, շնորհակալ ենք Տիրոջը, որ 1.5 միլիոնը արդեն ճեղքել ենք դիտողների, եւ այս պահին մենք խնդրում ենք, որ Տերը մեզ հավելյալ հնարավորություններ տա խոսքը քարոզելու եւ բազմաթիվ մարդկանց ավելի շատ կերպով հասանելի լինենք, որպեսզի ամեն շաբաթ ուղղակի Աստծո խոսքը, Աստվածաշունչը բացում ենք եւ ընթերցում ենք Տիրոջ խոսքը, ոչ մի ավելնորդ բան։ Ու մենք հավատում ենք, որ աշակերտությունը կատարվում է Տիրոջ խոսքը կարդալով եւ դրա հետ միասին աշակերտությունը հենց այդպես է լինում հիմնական կերպով, քանի որ Աստծո խոսքը հենց ուղիղ Տերն է մեր հետ խոսում ու հետեւաբար անհրաժեշտ է, որ մենք բոլորս Աստծո խոսքի մեջ լինենք։ Ուրեմն եկեք սկսենք մեր սերտողությունը։ Այսօրվա սերտողությունը մենք անվանել ենք կամ վերնագիրն է Նոր կյանք Քրիստոսով։ 6-րդ գլուխ 1-ից 11 համարներ, եկեք կարդանք։ Արդ ինչ ասենք, մնանք մեղքի մեջ, որ շնորհը բազմանա, քավ լիցի, մենք որ մեղքի պատճառով մեռանք, ինչպես կարող ենք տակավին նրա մեջ ապրել։ Ուրեմն հարգելիներս, Պողոս առաքյալը մեզ ինչ է ուզում սովորեցնի։ Կար այնպիսի մի վարդապետություն կամ սխալ ուսմունք, ավելի ճիշտ բառն է օգտագործենք, արտահայտությունը, քանի որ հավատում էին, եթե ընդունել ես Հիսուսին, քանի որ շնորհով ես փրկված, կարող ես շարունակել քո մեղավոր կյանքով ապրել։ Ու Պողոս առաքյալը մեզ բացատրում է, որ այդ հասկացողությունը, այդ սուտ վարդապետությունը ճշմարտություն չի, քանի որ նա ով փրկված է Հիսուս Քրիստոսով, կտեսնենք, որ մենք ստանում ենք նոր կյանք եւ դառնում ենք նոր մարդ։ Իսկ նոր մարդու մեջ մեղք չկա։ Ուրեմն ինչ է դա նշանակում։ Երբեք մենք մեղք չենք գործի։ Իհարկե մենք կսայթակենք, բայց հարցը հետեւյալն է՝ գձգտենք մեղքին, թե ոչ, դա առաջի հերթին, եւ երկրորդ հերթին, երբ որ մենք մեղք ենք գործում, Սուրբ Հոգին մեզ հանդիմանում է դրա համար, լսում ենք ձայնը, հասկանում ենք, որ մենք սխալ ենք գործել, թե ոչ։ Ապաշխարած վերստին ծնունդ ստացած անձնավորությունը չի ձգտի ոտքերը դեպի մեղք չի ուղի։ Կարող է պահի տակ թուլանանք, կարող է սխալվենք, կարող է նման բաներ լինի, բայց դա նորմալ չի, այսինքն նորմալ երևույթ չի, դա սովորական իրավիճակ չի լինելու, դա բացառությունն է լինում։ Հենց Պողոս առաքյալը մեզ զգուշացնում է
դրա մասին, բացատրելով, որ մի կարծեք, ինչա թե Հիսուսին ընդունել եք, դուք կարող եք շարունակել մեղքի մեջ ապրել։ Երրորդ համարը, կամ չգիտեք, թե մեզանից, ովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, նրա մահով մկրտվեցին, մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։ Ուրեմն հարգելիներս, մենք գիտենք, որ Հիսուսի պես մենք էլ մեր մեղքերը խաչում ենք եւ դժվարությամբ ու Հիսուսի չարչարանքով մեր հավատքի կյանքը մենք ապրում ենք, հետևաբար երբ որ մենք թաղում ենք մեր հին մարդը եւ վեր ենք կենում որպես նոր ստեղծագործություն Հիսուսով, այլևս մեղքի մասին մենք չենք մտածում, այլ մենք մտածում ենք Տիրոջ մասին, երկնքի արքայության մասին ու Աստծուն հաճելի կյանք ապրելու մասին։ Ու տեսեք, նաև ասեմ, որ յուրաքանչյուրս, երբ որ Տերը մեզ ասում է Հիսուս, որ մեր խաչը պետքա վեկալենք ու հետևենք նրան, նաև իմացեք, որ Հիսուսի չարչարանքով ենք մենք ապրում։ Եվ այդ չարչարանքով ապրելը չի նշանակում, որ ընդամենը մի հատ աղոթք կասեցինք ու վերջացանք։ Գիտեք, այդպիսի մի հասկացողություն կա, ապաշխարության աղոթքն անենք ու մենք մեր կյանքով ապրենք ու պարզապես Պողոս առաքյալը դրա մասին խոսում է, հենց սկիզբը առաջի համարից սկսած բացատրում է, որ այդպես չէ, դու չես կարող ապրել քո աշխարհիկ կյանքը եւ մտածելով, որ ապաշխարած փրկված անձնավորություն ես, հետեւաբար կարող ես անել այն, ինչ որ քեզ հետ ձեռ է տալի կամ հարկավոր է կամ եւ այլն։ Ոչ, այս պահին մենք չարչարվում ենք, խաչվում ենք Հիսուսով եւ մկրտության խորհրդանիշով, երբ որ մենք ամբողջությամբ սուզվում ենք ջրի մեջ եւ վեր ենք կենում, նույնն է, ինչ որ մեր հին մարդուն թաղում ենք եւ հարություն ենք առնում որպես նոր մարդը Հիսուս Քրիստոսով։ 5-րդ համարը, որովհետև եթե նրա մահվան նմանությամբ նրա հետ միացանք, այն ինչ որ նոր խոսացինք, ապա նրա հարությամբ նույնը կլինենք։ Ուրեմն հարգելիներս, նաև խոսքը ինչի մասին է, փառավոր մարմնի մասին եւ մեր կյանքը Հիսուսով նոր մարդ հասկացողության մասին։ Իմացեք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, սա այն է ինչ որ ասացինք նոր, մեր հին մարդուն մենք խաչում ենք, խաչին ենք հանում, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։ Ուրեմն հարգելիներս, հավատքի կյանքը, ասեմ, այսպես է տեղի ունենում։ Նախ մենք պետք է գիտակցենք, որ մեղավոր ենք, պետք է զղջանք մեր մեղքերի համար, ապաշխարենք, վերստին ծնունդ ունենանք, Հիսուսին ընդունենք որպես Տեր եւ Փրկիչ, խնդրենք, որ նա մեր մեղքերը մեզանից վերցնի, ների մեզ, մաքրի մեզ սպիտակ ձյան նման, եւ գիտենք, որ այդ օրվանից հետո իհարկե հին մարդուն մենք խաչն ենք անում այս խորհրդանիշով ու վեր ենք կենում Հիսուսի հարությունով որպես նոր մարդ։ Իսկ նոր մարդը մեղքին, ասում է, այլևս մեղքին չծառայենք, այսինքն ծառա չի այլևս մեղքին, նոր ստեղծագործություն է։ Կարծես թե նոր գեներավերա հաստատվում եւ նոր մարդ է դառնում, որ իր ձգտումը մեղքը չի։ Ինչու եմ այսպես արտահայտվում կամ բացատրում, որովհետեւ հարգելիներս, եթե ծանոթ եք Աստծո խոսքին, գիտեք, որ երբ Ադամը եւ Եվան կերան պտուղը այն ծառից, չարի եւ բարի գիտության ծառից, նրանք այդ օրվանից հետո Աստված նրանց անիծեց ու ժառանգաբար մեղքը մտավ աշխարհ ու ամեն մի սերունդ մեղքի մեջ էր իհարկե ծնվում եւ մեղավոր էր համարվում։ Դրա համար որպես նոր մարդ Հիսուսով
Մենք այլևս Ադամի զավակները չենք մեղքի մեջ ծնված։ Ու եթե կհիշեք, մի քանի սերտողություններ առաջ համեմատություն էր անում Պողոս Առաքյալը, սովորեցինք դրա մասին Ադամի եւ Հիսուսի միջև տարբերությունները եւ ինչպես Պողոս Առաքյալն է ասում, Ադամի միջոցով մեղքը մտավ, իսկ Հիսուսով փրկությունն ու շնորհը։ Հիմա սա է կարևոր որ հասկանանք։ Որպես հավատացյալ դուք ինքներդ քննեք ձեզ եւ մտածեք. իսկապես ես հավատում եմ Հիսուսին։ Եթե իսկապես հավատում եմ, ուրեմն ինձ ձգտումը մեղքը չի։ Իմ ձգտումը երկնքի արքայությունն է, Սուրբ երրորդությունն է, Տիրոջը ծառայելն է եւ այլն։ 7-րդ համարը շարունակենք, որովհետեւ ով մեռնում է, ազատված է մեղքից, այսինքն երբ որ հին մարդուն մենք խաչում ենք, իսկ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Այսինքն մենք երբ մեր մեղավոր անձին խաչում ենք եւ Հիսուսով մկրտվում ենք ու նոր մարդ ենք դառնում, այս հասկացողությունը, որ մեզ Պողոս Առաքյալը բացատրում է, այդ նոր մարդը ապրում է Հիսուսով։ Նա ով վերստին ծնունդ ունի, ապրում է Հիսուսով։ 9-րդ համարը գիտենք, որ Քրիստոսը մեռելներից հարություն առնելով այլևս չի մեռնում, մահը նրա վրա այլևս չի իշխում, որտեղ նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկ անգամ, իսկ նա, որ կենդանի է, Աստծու համար է կենդանի։ Ուրեմն, հարգելիներս, մենք էլ նույնպես, երբ որ մեր աչքերը փակենք այս աշխարհում, երբ որ վերջի մեր շունչը տանք, մենք այս մարմինը կթողնենք, մեր հոգին կավանդվի, կմիանանք մեր Տիրոջը դրախտում։ Իսկ երբ որ Հիսուսի երկրորդ գալուստը լինի, այն ժամանակ մեր մարմինը գերեզմանից դուրս է գալու, չէ, հարությունը առնելու, հոգին միանալու է մարմնին, փառավոր մարմինն ենք ունենալու, որտեղ վերափոխվելու է այս ֆիզիկական մարմինը, ու մենք հենց այդ Հիսուսի նույն մարմնով, փառավոր մարմինով, հարություն առած մարմինը մենք էլ ենք նույնպես ունենալու։ Եվ մահը մեր վրա իշխանություն չունի հասկացողությունը նկատի ունի, որ մենք մեղքին ստրուկ չենք եւ մեղքի պատճառով մեռած չենք հավիտյան։ Երբ որ մենք Հիսուսին ընդունում ենք, ստանում ենք հավիտենականություն։ Իսկ այդ հավիտենականության խոստումը Հիսուսով է, Հիսուսի մեջ է եւ այդ վերստին ծնունդն է, որ Հիսուս խոսում է Նիկոդիմոսի հետ։ Նորից 10 համարը կարդամ, որովհետեւ նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկ անգամ։ Այսինքն պետքություն չկա անընդհատ զոհ մատուցելու։ Մի անգամ մեկ ընդմիշտ Հիսուս մեղքի հարցը լուծեց։ Մենք այլևս պետքություն չունենք ամեն անգամ ապաշխարության աղոթքի գալ, որ մեր բոլոր մեղքերը մաքրվի։ Երբ որ մենք այդ վերստին ծնունդը ստանում ենք ապաշխարության միջոցով Հիսուսին ընդունելով որպես Տեր եւ Փրկիչ, արդարանում ենք, արդարացած ենք նրանով։ Դրա համար Հռոմեացիներ 10-րդ գլուխ 9-ից 10 համարներն ասում է. սրտումդ հավատալով ես արդարացած, իսկ բերանով էլ խոստովանում ես, դավանում ես ու փրկվում ես։ Եվ ասում է, շարունակենք, մեռավ մեկ անգամ, իսկ նա, որ կենդանի է, 10 համարն ենք իհարկե շարունակում, Աստծու համար է կենդանի։ Իսկ մենք էլ նույնպես, երբ որ մենք ընդունում ենք Հիսուսին եւ խաչում ենք մեր հին մարդը, մենք ունենում ենք նոր կյանք, որպես նոր մարդ, ու դրանով էլ մենք կենդանի ենք Աստծու համար, այլ ոչ թե մեղքի համար։ 11-րդ համարը եւ վերջի համարը, նույնպես էլ դուք ձեզ մեղքի համար մեռած համարեք, իսկ Աստծու համար կենդանի մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հարգելիներս, հենց այսպես Պողոս Առաքյալը սկսում է միտքը, եթե մենք ապաշխարել ենք եւ մենք ընդունել ենք Հիսուսին, վերստին ծնունդ ունենք, ուրեմն նորից պետք է շարունակենք մեղքի մեջ ապրել, ասում է իհարկե ոչ, ամփոփենք այս 11 համարները։ Պարզ կերպով բացատրում է Պողոս Առաքյալը,
երբ որ դու խաչում ես հին մարդուն, որպես նոր մարդ Հիսուսի հարության եւ մկրտության այս խորհրդանիշով, մենք էլ որպես նոր մարդ ենք համարվում, նոր ստեղծագործություն Հիսուս Քրիստոսով, հետևաբար մեր ձգտումը մեղքը չի այլևս։ Մեր ձգտումը Աստված է, Հիսուս Քրիստոսն է, այլևս մեղքի ծառա չենք։ Ու ասում է, ով որ Աստծով է, վերածնունդ ունեցե, Աստծով էլ կապրի, Աստծու համար էլ կապրի։ Հարգի լիներես պարզ բան կա այստեղ ասելու, ինչպես կարող ենք սա որպես գործնական գաղափար ընդունենք։ Առաջինը սովորեցինք, թե ինչ է Պողոս առաքյալը իր վարդապետությամբ մեզ սովորեցնում։ Իսկ երկրորդ կետը ինչպես ենք կիրառում մեր կյանքում։ Եթե դեռ չես ընդունել Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, եթե դեռ վերստին ծնունդ չունես, եթե դեռ չես ապաշխարել, ապաշխարի, ընդունի Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, խնդրի, որ նա քո բոլոր մեղքերը ների, գրի քո անունը իր կյանքի գրքում եւ նա բնակվի քո սրտում։ Պարզ աղոթք է, ապաշխարության աղոթքը, գիտակցում ես եւ զղջում ես մեղքերիդ համար, ապաշխարում ես մեղքերիցդ, հաստատվում ես եւ հավատում ես Հիսուսին որպես քո Տեր եւ Փրկիչ եւ ապրում ես նրանով։ Իսկ երկրորդ գործնական քայլը կամ կետը, որ կարող ենք մենք քաղել այս համարներից, այն է, որ չապրենք մենք մեղքի մեջ։ Եթե մենք իսկապես Տիրոջն ենք, ուրեմն մեղքը մեր վրա իշխանություն չունի։ Եթե չափանիշով մեր հավատքը եւ ապաշխարությունը փորձենք հասկանալ, թե իսկապես մենք ապաշխարած ենք, թե ոչ, կհասկանանք մեր դրդումը, ձգտումը եւ ինչ է մեր սիրտը ցանկանում՝ մեղք գործել, թե Տիրոջը ծառայել։ Ուրեմն հարգելիներս, այսքանը այս շաբաթ, աղոթում ենք Տերը ձեզ առատորեն օրհնի, ամեն։